բավականին արյունոտ շաբաթ էր եւ դրա մասին ճիշտ ասած երկար չեմ խոսի, որովհետեւ սովորություն չունեմ ավարտված քրեական գործերի մասին խոսեմ։ Երկու բար կասեմ իհարկե, բայց նախ եւ առաջ սիրելիներս գրանցվեք ալիքից, լայք դրեք, հենց հիմա որպեսզի տարածի նյութը YouTube-ը, այնուհետև հիշեցնեմ, որ ամսի 9-ին ես խաղալու եմ stand-up and jazz Բրբանքում, Stage համալիր կա մի հատ, Stage ռեստորան, մի անգամից ասեմ, որ դա այն ներկայացումը չի, որ դուք տեսել եք մի 8 ամիս առաջ, ահագին փոխված է, համ երգերն են փոխված որոշ, համ stand-up-ը որպես stand-up ուրիշ stand-up-ա, դա այդպես տոպսերը թիքետ-միքետում և անցնենք գործի, բարև ձեզ սիրելիներս, շնորհակալություն, որ հետևում եք, խոսեմ սկզբից մի ցավոտ թեմայի մասին, ուրեմն հիմա դրամահավաք է սկսվել, պարող կա մի հատ Պետրոս անունը, Շանթի եթերներում հաճախ տեսած կլինեք, նա պարիր թե կարող ես պրոյեկտի մասնակիցներ, հիվանդ է և ծանր հիվանդ և հիմա դրամահավաք է սկսվել, մեր կոլեգաները շատերը ուրեմն աջակցում են, դրամահավաքը սկսել են $1 մինչև ինչքան կուզեք, այսպես ասած, և ես հանդիպեցի մի հետաքրքիր մի երևույթի, իդեպ ասեմ, որ ես էլ եթերի վերջում, հենց առաջի կոմենտում կթողնեմ հաշվամարը, որ կարող եք աջակցել և օգնել պարողին։ Գիտեք ինչ է հետաքրքիր, մի քանի էջ մտա, տեսնեմ դրամահավաքը ինչպես է ընթանում և տեսա շատ այսպես անհավանական, ասենք ինչ-որ կոմենտներ, որ դա ինչ բան է, ինչքան կարելի է փող հավաքել, մեկ ասում է սուտ է, մեկը ասում է հոգնեցինք, միշտ ինչ-որ երեխաների նկարներ են գալիս, որոնց պետք է աջակցել, միշտ ինչ-որ հիվանդներ կան, որ պետք է ասենք աջակցել, հերիք է, բան և այլն։ Երբ դառնանք մենք այդպիսին, ինձ թվում է այդ ամեն ինչը եղավ պատերազմից հետո։ Ու նախ իհարկե դա ժողովրդի մեծ մասը չի, եկեք անկեղծ լինենք և այդպիսի մարդիկ շատ քիչ կան, մենք հայերս մի քիչ մտահոգ ենք և սրտացավ ենք, հիմա նաև օրինակներ կբերեմ։ Երբ դառնանք այդպիսի այդ մարդկանց այդ քանակը երբ ավելացավ, ես կարծում դա պատերազմից հետո էր անմիջապես, երբ որ մարդիկ փող էին հավաքում և ուղարկում էին հայկական այդ հիմնադրամին և հետո պարզվեց պատերազմը կրվեցինք և հետո մարդիկ հուսահատվեցին, որովհետև շատերը այդ փողը ուղարկում էին կարծելով, թե դրանով պիտի զենք առնեն։ Ժողովուրդ ջան, հայկական այդ համահայկական հիմնադրամը զենք առնելով չի զբաղվում։ Եվ զենքը, ես այստեղ խոսել եմ, էլի մի երկու հոգու հետ խոսել եմ, բա գիտեք մենք ինչքան փող ենք ուղարկել, բան, բայց զենք չառան։ Հիմա այդ հայրենակիցներն եմ ասում, մեր որ սիրելիները զենքը խանութում դրած չի, ասենք խոսքի բանում, City-ում չի, էլի որ գնաս, ասենք բան տենց, ասենք առնես ու տանես, ասենք բան, զենք առնելը դա մեծ մի հատ, ասենք տենց բան է, հա, ընթացակարգ ունի, բան ունի եւ հայկական հիմնադրամը նա բարեգործական, ասենք հիմնադրամը, իսկ մեծ մասը մեր հայրենակիցների փողերը գնաց հենց այնտեղ։ Հիմա չխոսենք կոռուպցիայի մասին, չխոսենք որ փողերի ինչ-որ մի մաս կորավ, դա ինձ մի ասեք, որովհետեւ ես ինքս եմ զբաղվել դու դրամահավաքով չէ, բայց ապրանք եթե հիշում եք, ապա արել եմ, հա, ընկերներից հետ, դերասան ընկերներից հետ տոննաներով ուղարկում էինք, լայվեր էինք անում եւ ուղարկում էինք ռազմաճակատ, ինչ որ հումանիտար
ապրանքներ, հա, եւ իհարկե շատ բան չհասավ, եւ իհարկե շատ բան գողացան, եւ իհարկե շատ բան մնաց Զվարթնոցի պայեսներում կամ Պաշտպանության նախարարության պայեսներում եւ ժողովուրդը հուսահատվեց, որ իր ուղարկած գումարը կարող է տեղ չհասնել։ Սիրելիներս, դա այդ դեպքը չի, հավատացնում եմ ձեզանից $1, ասենք, $1 անում է 380 դրամ, ասենք, հա, որը ֆլեշմոբը այդպես է սկսվել Պետրոսի համար, հա, ասենք, դա մի yaman գիտի ինչ մի գումար չի, ասենք, կարող եք, ասենք, 10, 20, 100, 1000 չուղարկել, կարող եք ուղարկել $1, ասենք, ընդամենը, կամ չգիտեմ, 5000 դրամ, դա այդ գումարը չի, որ հետո չոքերիդ խփես, ասես վայ քո տեղ չհասավ եւ այլն։ Գիտեք, դժբախտությունը այնքան շուտ կարող է հասնել բոլորիս։ Մենք միշտ մեզ թվում է, թե այդ հիվանդ երեխան, որի համար փող են հավաքում, դե հո իմ երեխան չի։ Այն հիվանդ մարդը, որը որ քաղցկեղ ունի եւ քիմիայի փող չունի, դա ինձ հետ չի կատարվում, բայց ժողովուրդ մի օր զարթնում ես եւ տեսնում ես, որ դա հենց քեզ հետ է կատարվել։ Ես չեմ ուզում ընկնեմ միստիկաների մեջ, հիմա ասեմ, որ կյանքը բումերանգ է, Աստված կպատժի եւ այլն, բայց մենք գիտենք, որ լավ ապրելու համար մարդ ամբողջ կյանքը ապրում է, չգիտեմ, սովորում է, ամուսնանում է, ինստիտուտ է ավարտում, լավ գործի է ընդունվում եւ ուզում է ավելի լավ, իսկ վատ ապրելու համար ընդամենը կարելի է փողոցը սխալ անցնել եւ շատ վատ ապրեց հետո կամ ընդամենը մի օր գնաս ստուգման եւ պարզվի, որ դու 4-րդ կարգի քաղցկեղ ունես։ Եվ մի չարացեք։ Ես հասկանում եմ, որ հուսահատությունը շատ է, ես հասկանում եմ, որ անարդարությունն է շատ, բայց չարանալով դու հարց չես լուծում հաստատ։ Իհարկե, հա, մեկն է գրել, մեկը ինչ է գրել, ասել է, դա արդեն ինձ են գրել, ես հիշում եմ արյուն հանձնելու համար մի էլի տենց հոլովակեի պատրաստել, ասում է, հա, այդ արյունը հանձնում ենք, հետո ծախում են այդ արյունը։ Յանի քեզանից մի տես մեսիմ ինչ գնաց, որ այդ արյունը հանձնեցիր, իրը ծախեցին էլ դու էլ ասիր, վայ քո արա, ծախեցին իմ արյունը, բան, ամոթ է ժողովուրդ։ Աշխարհում ամեն տեղ բժշկությունը վճարովի է, սխալ է, սուտ է, որ ասում են անվճար չի, դա ուղղակի ապահովագրված է, դու ամբողջ կյանքդ ապահովագրություն ես մուծում, որպեսզի հետո եթե Աստված ոչ անի քեզ պետք լինի, դու բուժվես, հենց այդ քո մուծած գումարով ուղղակի այդ պահին չես մուծում, կամ եթե դու, ասենք, անապահով ես, անապահով մարդ ես, չես աշխատում, գործազուրկ ես, ապա քեզ համար ինչ որ մեկը արդեն մուծել է բյուջե, եւ բյուջեն, ասենք, տալիս է այդ փողը։ Ցավոք, մեր երկիրը այն երկիրը չի, որպեսզի այդ ամեն ինչը կարգավորի։ Համոզված եմ, որ կարող է կարգավորել, համոզված եմ։ Այն անմիտ միլիոնները, որ ծախսվում է շատ հաճախ, հիմար բաների ուղղակի կարող էր եւ ասենք գնար առողջապահությանը, կարող էր գնար ասենք նման բաների, հա, բայց դե կառավարման խնդիր է ընդամենը եւ չգիտեմ, այն ասենք վառադիությունը գիտեք, հասել է այն մակարդակի, դա առանձնապես առաջ մի բան չէր, բայց ժողովրդի դժգոհությունը իհարկե շատ տեղին է եւ հասկանում եմ այդ մարդկանց, բայց գիտեք ինչ, այն չնչին օգուտը, որ կարող եք տալ, չգիտեմ, արյուն հանձնելով կամ նույն այդ պարողին օգնելով, ամոթ է դրա մասին խոսել, դրա համար շատ եմ խնդրում ձեզ, հենց առաջի կոմենտում կլինի հաշվի համարը, ուղարկեք, ինչ որ կարող եք եւ թեթևացրեք հիվանդի կյանքը։ Երկրորդ մասը ուզում եմ նվիրեմ այդ արյունալի, արյունահեղ, արյունոտ շաբաթին։ Մեկ ինքնասպան է ալնում Մոսկվայում, բավականին ադիոս ֆիգուրա, որը որ պաշտոններ է զբաղվածնում համ Ղարաբաղում, համ Հայաստանում, եթե չեմ սխալվում, համ Ռուսաստանում, համ Արբաթ այդ խայտարակ խմբի ղեկավարներից մեկն է, որտեղ որ մարդիկ էր հավաքը գրում Ռուսաստանի քաղաքացիներին հայազգի եւ ուղարկում Ուկրաինա կռվելու վերջում ուզում է էքստրադիցիա լինի Հայաստան, ինչ-որ տենց, որտեղ քրեական լիքը բաներ ունի, հետապնդումներ ունի Ռուսաստանի կողմից եւ հետո ինքնասպան անում զուգարանում։ Ասում են բանա երակներն է բացել, հնարավոր է։
Դեք ես մյուսը այդ համայնքապետը, որին որ դաշնաբար սպանեցին եւ հիմա չեմ ուզում ընկնեմ էլի միստիկաների դուրը, ասեմ ահա դա քեպենա պատվիրել, որովհետեւ ինքը քեպեի բանը չէր, հա, թեկնածուն չէր։ Գիտեք, միշտ երբ որ միանշանակ այսպիսի ռեցեպտներ են ձեզ տալիս, եթե դա քրեական հետապնդման, այսպես ասած, եւ դատախազի դատավճիռը չի զերծ մնացեք ինչ որ այդ նմանատիպ ձևակերպումներից, հա, նախ եւ առաջ զուտ տրամաբանորեն, ասենք, ես կարծում եմ, չգիտեմ, որ իշխանությանը հետ ձեռնտու չի, որ հիմա ալներ տենց սպանություն բացարձակ, որովհետեւ ընտրություններն են առաջիկայում, իսկ ասենք սպանությունը մենք գիտենք, որ մեր ժողովուրդը սպանությունների հանդեպ բավականին այսպես միանշանակ է վերաբերվում եւ չի ընդունում այդ քաղաքական սպանությունները եւ այլ ընդհանրապես այդ ամեն ինչը, հա, եւ միանգամից իհարկե ընդդիմությունը էլի առեթավորվեց, որ ահա տեսեք բարման եւ այլ շատ վատ է, երբ որ մարդու մահը, որը որ սպանվել է եւ 4 երեխա որփա թողել առանց հայր չասեմ որ փարկացու մայրը երիտասարդ գեղեցիկ կին է եւ միանգամից դառնում է ինչ որ կեղտոտ ձեր քաքոտ ինչ որ կուսակցական զզվելի փսլինքոտ ինչ որ շարքումների շատ վատ է էլի հիմա չեմ ուզում անիծեմ ասենք ասեմ աստված դեմներդ բերի էլի մի օր դա այդ ամեն ինչը չէ ասենք դες պարավական բաներ չասեմ բայց գիտեք իսկապես բումերանգ է այս կյանքը էլի մի արեք տենց բաներ սպասեք թող ասես ասած հետաքնությունը կլինի հասկանաք բան մենք գիտենք ուղղակի sense մի հատ բան որ մեր երկրի քրեական այդ մշակույթը այդ շատ այսպես զարգացած է ծիլեր է տալիս բարգավաճում է գնում է առաջ ասենք զբաղվածում է պետական ինստիտուտների տեղը Եվ ժամանակին իշխանությունը մեզ խոսք էր տվել, որ քրեական ենթամշակույթը պետք է արմատախիլ արվի, բայց այն մտել է բանակ, ոստիկանություն, հասարակությունից, ժողովրդի ծոցից դուրս եկած, այսպես ասած, այդ մշակույթը կամաց մետաստազներ է տալի եւ զարգանում է։ Այստեղ կարող եմ ես մեղադրել իհարկե իշխանությանը որովհետև այնպես էլ դրա վերջը չտվեց, իսկ դրա վերջը տալու ձևեր կար նախ եւ առաջ քրեական ենթամշակույթի հետ առնչվող կամ որևէ աղերս ունեցող մարդիկ չպիտի լինեն պետական պաշտոնյաներ, չպիտի լինեն պետական ինստիտուտներում աշխատեն, ինչ որ հարցեր որոշեն, հարցեր լուծեն, որովհետև իրենք այդպես են լուծում իրենց հարցերը, հենց այդպես եւ մեկի պոչին կանգնում ես, պարզում է, որ գնում է այդ ամեն ինչը եւ լինում է այն ինչ որ լինում է։ Մենք տեսնում ենք, որ այդ սպանությունները, ինքնասպանությունները, քանի գնում են շատանում են Հայաստանում։ Իսկ գիտեք, մենք այն ժողովուրդը չենք, որ անտարբեր լինենք դրան։ Մենք այն ժողովուրդը չենք, որ դուրսը, ասենք, ինչ որ մեկը ընկնի մեռնի, ոչ մեկ չմոտենա։ Ես մի սահսափելի մի զարհուրելի մի դեպք պատմեմ Ամերիկայից։ Երևի թե շատերը համացանցում տեսել են, որ այն սևամորթ հանցագործը, դե չասեմ սևամորթ, որովհետև կարող է սպիտական մորթ էլ լիներ, ուղղակի դանակահարում է մորթում, հա, այն ուկրաինացի աղջկան հենց բանում, հա, ավտոբուսի մեջ, երթևեկելիս, ասենք, մորթում է ու իջնում է։ Եվ գիտեք ինչ հետարկ, երբ որ նա իջնում գնում է, բավականին շուտ է հեռանում այդտեղից։ Բոլորը ով որ դա տեսնում է, կարծես թե ոչինչ չի կատարվել։ Հանգստացնում է այդ աղջկա կողքից եւ այդ երեխեն արնակամ ալնում։ Այնինչ եթե գոնե մի հատ մտահոգ մարդ լիներ, ասենք, չգիտեմ, մատը դներ վերքին, կարող է պատահի շատ արուն չկորցներ եւ փրկվեր այդ աղջիկը։ Մի գեղեցկուհի, ասենք, ուկրաինացի մի փախստական, ասենք, մեռավ մի շիզոֆրենիկի, մանյակի, ասենք, ձեռից, բայց նաեւ օգնեցին նրան այն անտարբեր մարդիկ, որոնք որ նստած էին։
Մենք անտարբեր չենք, եթե նման դեպք մեզ մոտ կատարվեր, իսկ կարող է շիզոֆրենիկներ, հիվանդներ, չգիտեմ, տենց մանյակներ, ես իմ ինչեր ամեն տեղ էլ կարող են լինեն, չտեսնեմ մի քիչ շատ է, որտեղ երկիրն է շատ մեծ եւ հավաստիացնում եմ ձեզ, այդ աղջկան գոնե կմոտենային կաշխատեին փրկել, կաշխատեին արյունը կանգնացնել, շուտ կկանչեին շտապօգնությունը, էլ չեմ ասում, որ կարող է մեջներին թասիվով տղա ալներ, այդ տղու դանակն առներ կողքեր իր մի տեղը, էդ էլ կարող է լինել։ Ես ին վրա եմ վերցնում, ես իհարկե հանցագործին չէի մոտենա, որովհետև չեմ տիրապետում, ասենք, տենց ինչ-որ ծեծկրտուքի եւ ձեռնամարտի բաներին, հնարքներին, բայց կմոտենայի հաստատ աղջկան եւ կաշխատեին նրան փրկել։ Դրա համար ամեն մի սպանություն, ու կարևոր չի որ կուսակցությունից է, ինչ է, ով է, մեղավոր է, մեղավոր չի։ Մենք դատավորներ չենք, դատավորներ կան, թող մեղք իրանց վիզը, թող իրանք մեղադրեն, բայց մեզ վրա դա ծանր է նստում։ Երբ որ մենք տեսնում ենք 4 երեխա առած հերա մնացել, մենք վատ ենք զգում։ Մենք դա մեզ վրա ենք վերցնում, որովհետև ազգը փոքր է, որովհետև մենք բոլորս ապրում ենք մի նավի մեջ ենք, ժողովուրդ ջան, ու չպայքարել դրա դեմ, չպայքարել այդ քրեական ենթամշակույթի դեմ, այդ խուլիգանության դեմ, այդ բոսյակության դեմ, որ կատարվում է, որ 14-15 տարեկան երեխեք կարող են իրար դանակահարել, որ դպրոցում ռազմորկեք են հետում ինչ որ, իրար ծեծում են, սատկացնում են, մենք չենք կարա դրան նայենք անտարբեր, մենք այդ ժողովուրդը չենք, բայց հասարակությունը մենակ չի կարող դրա հետ պայքարել։ Պետք է ուժեղ պետություն, պետք է ոստիկանություն, պետք է կանխարգելիչ ինչ-որ քայլեր, հա, ճիշտ է, տեսախցիկներ կան, բայց տեսախցիկները չեն օգնում, բանը դիմակը քաշած վրեն գնաց շատ սառնասրտորեն սպանեց նրան, բայց զգացում է այդ սառնասրտորեն սպանող մարդը ուղակի քաղաքացի չէր, որ ասենք խանդի հողի վրա կամ ես ինչի հողի վրա գնաց տես բաները, չէ, Telegram մտեք տեսնեք պրոֆեսիոնալ կիլեր էր, պրոֆեսիոնալ մարդ էր, տիրապետում էր զենքին, իսկ ինչի էր այդ մարդը ազատության մեջ, ու այդտենց կարող ես գնալ եւ հասկանալ, որ իսկապես բացի թողի վիճակ է, որ իսկապես համ հասարակությունը, համ պետությունը անելու գործ ունի, իսկ հասարակությունը զբաղված է իրար ուտելով, հետո չոքերին խփելով վայես ինչ եղավ, իսկ իշխանությունը զբաղված է իրար ուտելով եւ ամեն հաչացող շնի հետևից, շան հետևից քար գցելով։ Լավ չի։ Այդ է ուզում ասեի, սիրելիներս, հիշեցնեմ, որ հենց առաջի կոմենտին ես կթողնեմ պարող մեր գոլեգա Պետրոսի հաշվեհամարը, որին կարող եք փոխանցել եւ նա հեշտ տանի իր հիվանդությունը եւ ապաքինվի, Աստված տա։ Նաեւ հիշեցնեմ, որ ամսի 9-ին stage-ում խաղում եմ stand-up and jazz, որը որ այն նախորդ ներկայացումների հետ ոչ մի կապ չունի։ Իմ ընկերների հետ ջազ բենդ եմ հավաքել, շատ սիրալիրաբար այսպես համաձայնվեցին, պրոֆեսիոնալ երաժիշտներ են, Լոս Անջելեսում շատ բավականին հայտնի։ Սպասում եմ բոլորիդ, տոմսերը թիքետ միկետում են, բոլորիս առողջություն եւ հիվանդներին ապաքինում, ինչ ասեմ, մեզ համբերություն, իշխանությանը խելք